Աշխարհի ամենափոքր բանակը շվեյցարական գվարդիան Հռոմի կենտրոնում ու հանուն Վատիկանի։ Իտալիայի մայրաքաղաքում տեղակայված հոգևոր քաղաք-պետությունը կարող է զարմացնել ոչ միայն իր յուրահատուկ կառուցվածքով ու բովանդակությամբ, այլև բանակով ու սպառազինությամբ։ Այո, բանակով։ Աշխարհի ամենափոքր պետության անվտանգությունն անգամ ապահովում է զինված ուժերը։ Գվարդիականներն իհարկե իրենց բազմագույն համազգեստով ու միջնադարյան զենքերով կարող են փոքր-ինչ տարօրինակ թվալ Սուրբ Պետրոսի հրապարակ այցելող զբոսաշրջիկներին։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ այս երիտասարդներն իրականում զինվորներ են, պատրաստված մենամարտի ու պաշտպանության համար։ Շվեյցարական գվարդիան միջնադարյան ավանդույթներով ու անկոտրում կարգապահությամբ պաշտպանում է Պապին եւ Վատիկանի կարևոր կառույցները։ Պապական գվարդիայում ծառայության անցնողները պետք է պարտադիր տիրապետեն գերմաներենին, բայց այդ գվարդիականները պետք է լինեն կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ Հռոմի Պապի բանակի պաշտոնական անունը Պապական գվարդիա է, իսկ ինչու շվեյցարական, որովհետև Հռոմի Պապ Հուլիոս II 1500-ականներին պատերազմի ժամանակ ապշում է, երբ տեսնում է, թե ինչ դիպուկ են կրակում շվեյցարացիները, եւ պահանջում է, որ իր անվտանգության համար հենց նրանք պատասխանատու լինեն։ Այդ օրվանից մինչև հիմա ավելի քան 5 դար շարունակ Շվեյցարիայի գվարդիան է պատասխանատու Պապի անվտանգության համար։ Գվարդիան բաղկացած է մոտ 150 անձից։ Վատիկանի զինանոցն աչքի չի ընկնում ծանր տեխնիկայով։ Այստեղ չկան տանկեր, հրթիռներ կամ ռազմական օդուժ, իսկ պետությունը չի ձգտում իր ուժը կենտրոնացնել ռազմական գերիշխանության վրա։ Փոխարենը շեշտը դրված է ավանդական զինատեսակների, սուրերի, փայտե տրոնգների ու փոքր կարճ հեռահարության հրազենի, նաև պաշտպանական հմտությունների վրա։ Շվեյցարական գվարդիայի անդամներն աշխատավարձից բացի ապահովում են բնակարանով, հագուստով, սննդով եւ բժշկական ապահովագրությամբ։ Վարձատրությունը բարձր չէ, ամսական 1300 եվրո սկսնակների համար։ Այստեղ ծառայությունը համարվում է մեծ պատիվ։ Շատերն այն համարում են կյանքի առաքելություն եւ ավանդույթների շարունակություն։ Նրանք բոլորը երդում են տվել իրենց կյանքը զոհաբերել հանուն Պապի։ Հանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։